Իր հանդիպման մասին կարող եք ասել, հետո ես կավելացնեմ։ Անշուշտ, սկսենք վերջից, անշուշտ դա ազդում է ընտրողի իրավունքին, ընտրողի դիտարկումներին եւ ընտրողը իրեն ահաբեկված է զգում, ճնշված է զգում որևէ քաղաքական ուժի աջակցելու համար, որովհետեւ արդեն վիրավորված եւ նվաստացած կերպար է տեսնում կամ հնարավորություն է տեսնում, որ կարող է այդ ամենը անդրադառնալ նաեւ իր վրա։ Եվ սա մենք դիտարկել ենք այո թշնամանքի հրահրում է, ատելության խոսքի տարածում է, որը մեծապես նպաստում է մարդկանց դիրքորոշման, հատկապես որ չեն ուզում մասնակցել այս ֆոնի վրա, չեն ուզում մասնակցել ընտրություններին, որը որ մեզ համար շատ մտահոգիչ է։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու մասնակցությունը, յուրաքանչյուր մարդու ներդրումը ընդհանուր արդյունք, ժողովրդավար արդյունք ստեղծելու համար։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել միջազգային դիտորդական առաքելությունների հետ, կիսել ենք մեր մտահոգությունները, այո, նրանք եւս համամիտ են այդ մտահոգությունների հետ, սակայն նրանք իրենց դիրքորոշումները արտահայտում են իրենց զեկույցների միջոցով, որովհետև յուրաքանչյուր առաքելություն ունի իր մեթոդաբանությունը։ Օրինակ, մեր մեթոդաբանության մի մասը կազմում է, որ մենք քաղաքացիների մտահոգությունները, որոնք որ հատկապես արժանահավատ տեղեկություններ են եւ այո ընտրախախտումներ են, որպես իրավական գնահատում, մենք դա թափանցիկ տարածում ենք եւ բացի մեր զեկույցի մեջ ներառելու հաջորդ փուլից, մենք նախապես դա թափանցիկ ներառում ենք, սակայն պետք է արձանագրել, որ դիտորդական առաքելությունները միջազգայինները նմանատիպ ձևով չեն ընդառաջում, մեթոդաբանությամբ առաջ չեն գնում, հետեւաբար մենք նրանց արձագանքները պաշտոնական ձևաչափերով տեսնում ենք, տեսնելու ենք նրանց ավարտական զեկույցներում։ Եթե կան այլ հարցեր, նշում եք, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գործել եւ խախտման մասին այդտեղ որը հասանելի այդ միջին վիճակագրական քաղաքացու համար եւ արդյոք անանուն դա քիչ գործիքների մասին կմարամասնեք։ Այո, այստեղ Սոնա կարող է ցույց տալ այդ հատվածը, կարող է նաև անանուն լինել, պարզապես այնտեղ պետք է ռոբոտի հետ կապված ցույց տալ, որ մարդ է ուղղակի այդ ամբողջ գործընթացը անում։ Այո, այստեղ զեկուցել դեպքի մասին կոճակ ունենք, որով կարող ենք մենք զեկույցը տեղադրել։ Կարող է վիդեոն միացնել։ Շատ լավ։ Հիմա մի տեսահոլովակ կմիացնենք, դուք տեսահոլովակը կտեսնեք։ Մենք ընտրում ենք դեպքի տեսակը, զեկուցման կատեգորիան, որտեղ հնարավոր բոլոր կատեգորիաները ներկայացրած են, օրինակ ճնշում աշխատավայրից, բարեգործություն, ապօրինի քարոզչություն, վարչական ռեսուրսների տվյալ դեպքում մենք ընտրում ենք ապօրինի քարոզչությունը։ Քարոզչություն քվեարկության օրվանից մեկ առաջ, տվյալ դեպքում անօրինական քարոզչություն միջև քվեարկության օրն ենք դիտարկում։ Մենք նկարագրում ենք դեպքը, ընտրում ենք տարածաշրջանը, որտեղ կատարվել է այս դեպքը, արձանագրվել է, ընտրում ենք տեղամասը կամ եթե տեղամաս չկա հասցե ենք անում, գցում ենք որոշակի ֆայլեր, տեսանյութ կարող է լինել, ընտրում ենք էլ-փոստի հասցե կամ հեռախոսահամար, մենք այստեղ տեսնում ենք, որ սա պարտադիր դաշտ չէ, հետևաբար այստեղ մեր անանունության խնդիրը լուծվում է եւ մարդիկ կարող են հենց մեծամասնությունը առանց անվան եւ էլեկտրոնային փոստի կամ որևէ հեռախոսահամարի թողման են իրենք լրացնում, սա եւս մենք դիտարկել ենք որպես ռիսկ, քանի որ մարդիկ մտահոգված են ներկայացնելու իրենց անձնական տեսանկյունից տվյալ արձանագրությունը խախտման, սա նշանակում է, որ ճնշումը այնքան մեծ է եւ գուցե ինչ-որ միտեղ նաեւ աներևույթ, ոչ երևացող մասով եւ մարդը չի ցանկանում, օրինակ իր սեփական տարածքի վրա այլ պաստառ են կպցրել եւ ինքը ուզում է դա պոկի դրանից ազատվի, ինչ-որ մի ճնշում է ազդում իր վրա, ինքը չի կարողանում դրանից
ազատվել։ Հետևաբար մարդը, երբ որ դա քաղաքացին, երբ որ լրացնում է այս դեպքի մասին զեկույցը, նա չի զեկուցում իր անուն-ազգանունը, չի զեկուցում իր հասցեն եւ փաստորեն նա վախենում է հետագա գործընթացից, հետագա ճնշումից եւ ինչպես փաստեցինք մեր մարդիկ կան, ովքեր ներկայացել են իրենց անուններով եւ ճնշումների մասին բացահայտ խոսում են, բայց մենք քաղաքացիների ահռելի քանակ ունենք, ովքեր ուղղակիորեն նշում են, որ իրենց դրդում են կամ ստիպում են աշխատանքից հեռանալ կամ սադրում են, որ ձեզ աշխատանքից կհեռացնեն, սա մեզ համար անընդունելի եւ քննադատելի արարք է, քննադատելի մթնոլորտ է, հատկապես ընտրություններին նախորդող օրերին զեկույցների միջոցով, որովհետեւ յուրաքանչյուր առաքելություն ունի իր մեթոդաբանությունը։ Օրինակ մեր մեթոդաբանության մի մասը կազմում է որ քաղաքացիների մտահոգությունները, որոնք որ հատկապես արժանահավատ տեղեկություններ են եւ այո ընտրախախտումներ են, որպես իրավական գնահատում, մենք դա թափանցիկ տարածում ենք եւ բացի մեր զեկույցի մեջ ներառելու հաջորդ փուլից, մենք նախապես դա թափանցիկ ներառում ենք, սակայն պետք է արձանագրել, որ դիտորդական առաքելությունները միջազգայինները նմանատիպ ձևով չեն ընդհանրացնում, մեթոդաբանությամբ առաջ չեն գնում, հետևաբար մենք նրանց արձագանքները պաշտոնական ձևաչափերով տեսնում ենք, տեսնելու ենք նրանց ավարտական ձևը։ Պետք է բարձրաձայնենք այս խնդիրները, որովհետև մարդկանց համար պետք է հավասար ընտրելու հնարավորություն ստեղծվի։ Երեք նաև շատ մեր սփյուռքահայ ընկերներից ստացանք ահազանգեր, որոնք ամեն տարի այս ժամանակահատվածում Հայաստանում են լինում, գիտական աշխատանքով են զբաղված եւ հանկարծ տղամարդկանց ասում են, որ դուք կգնաք ծառայելու ծանուցման թերթիկ են տալիս, երեք նաև շատ են այդպիսի ահազանգերը, որոնք խնդրահարույց են, որոնք ազդում են ամբողջ գործընթացի վրա եւ սա զսպաշապիկի նման մի բան պետք է դառնա, հատկապես որ դիտորդական առաքելությունների մեծ մասը արձանագրում է շատ տարբեր բաներ, բայց հիմնական առաքելության դերակատարման որտեղ հիմնական խնդիրները առաջացնում են այն մարդիկ, ովքեր ունեն վարչական ռեսուրս։ Իսկ վարչական ռեսուրսի օգտագործումը արդեն խնդրահարույց է այս իրավիճակում։ Ես պետք է ասեմ, որ նաև մեր խնդիրն է կոչ անել հատկապես երիտասարդներին, որոնք անտարբերության քողի ներքոյ են, որոնք անվստահություն ունեն, իրենց վստահությունը վերականգնելու համար նրանք պետք է տեր կանգնեն իրենց քվեին եւ պետք է գնան ընտրատեղամաս իրենց ձայնը տալու եւ ընտրելու այն ուժերին, որոնք կարող են երկրում փոփոխություն բերել, որոնք կարող են այս բոլոր երևույթները բացառելի վերջո, որովհետեւ հասարակությունը արդեն հոգնել է, հասարակությունը նաև ուզում է ապահովություն, ուզում է վստահություն եւ այդ վստահության մթնոլորտը ձևավորելու համար յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրությանը շատ կարեւոր է։ Ներողություն, այսինքն արդեն կան քաղաքացիներ, արտերկրության ունեցող հայրենակիցներ, ծանոթություն ստացել վարչական հավաքել։ Նրանք երեք ռազմական ոստիկանությունը կարծես թե եղել է օդանավականում, մեզ այդպես են տեղեկացրել, օդանավականում տրվել են, բայց հետո նրանք հեռացել են, այսինքն հավանաբար ճնշման արդյունքում, որովհետև նաև քաղաքական ուժերը սկսեցին դրա մասին խոսել, դրա արդյունքում նրանք հեռացվել են։ Փաստը մենք արձանագրել ենք, փաստը չենք տեսել, բայց փաստը արձանագրել ենք, որովհետև մարդիկ, այսինքն հստակ մարդիկ են զանգ տվել, հստակ մարդիկ են տեղեկացրել այդ մասին, եւ սա մի տեսակ վախի մթնոլորտ է ստեղծել, որովհետև նույն մարդը զանգ է տվել իր բարեկամին եւ ասել է Հայաստան մի արի։ Այսինքն սրանով նաեւ պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասարության եւ ընտրելու իրավունք, որտեղ էլ նա ապրի, նա պետք է իր ընտրությունը կատարի, որովհետեւ իր երկրի հարցն է լուծվում։ Եվ հատկապես ազատ կամքի դրսևորում, որի վրա չպետք է ազդի եւ ոչ մի քաղաքական ուժ կամ քաղաքացիներ։ Ձեզ էլ շատ շնորհակալություն համագործակցային այս մթնոլորտի համար, հաջող օր եմ մաղթում։ Մայիսի 8-ից սկսած մինչև 3